Ժողովուրդ, ձեզ Ալիևը բերն է բերան ասում է, որ ինի Սևան չի գոգչայա, որ խաղաղություն չկա, որ ին բանակը գնում է ՆԱՏՕ-ի ստանդարտով, որ ես ընդունելի եմ Եվրոպայի համար, իսկ դուք ֆուֆլո եք, որտեվ ես ձեզ ճանապարհ բացեցի, իսկ դուք ինչ արեցիք այդ ճանապարհով, Ռուսաստանից ծորեն բերեցիք, դուք ոչնչություն եք, ես ձեզ Ռուսաստանից մի հատ առա, մի հատ է կառնեմ, 3 անգամ է կառնեմ, էսա, Պատմական իրադարձության վրա ստվեր եք գցում, պարոն Սարգսյան։ Ինչի ձեզ թվում է ես այդքան մեծ եմ, որ կարամ ստվեր գցեմ պատմական իրադարձության վրա, ուրեմն կամ պատմական չի իրադարձությունը։ Փոքր է, ձեր ճշտաբարի։ Կամ ես այնքան ճիշտ եմ, որ այդ պատմական իրադարձությունների վրա ստվեր գցելով թույլ եմ տալի, որ չփայլի Հավայի տեղը, ուշադիր նայեք ինչ է այնտեղ։ Փորձում եք աշխատացնել խաշմորուկը, հաշվել եք, որ վրացիք նեղանալու են։ Վրացիք արդեն նեղացել են։ Վրացիք արդեն հայկական բեռնատարների վրա հավելալ ստվերային բաներ են մտցրել, տարիֆներ են մտցրել, 1500-ից մինչև 2000 եվրո փող է տալի, որ բեռնատարը գնա։ Ես դժվար եմ ասել այդ միջին միջանցքի, ինչքան 1-2 տոննա 2 տոննա մինչև, հա։ 2 միլիոն ներողություն, 2 միլիոն տոննա։ 2 միլիոն տոննա, որը կազմում է միջին միջանցքի 20%։ Ուրեմն ասեմ, որ միջին միջանցքով այդքան չի պատտվում, ինքը սուտ է խոսում։ Միջին միջանցքով այդ ապրանքաշրջանառությունը չկա։ Ամեն դեպքում ավելի վատ որ ուռճացնում է։ Ինքը ուռճացնում է, բայց ուռճացնում որպեսզի ցույց տա, որ ինչքան է Վրաստանը կորցնում։ Դե ուղղակի հիմնավորումն է ոչ դրական Վրաստանի բանի։ Բայց ամեն դեպքում դա այդքան վտանգավոր չի, որովհետև նախ չի աշխատելու։ Նորից եմ կրկնում, ես Փաշինյան որերորդ անգամ 2-3 անգամ լսել եմ, 2 անգամ հաստատ լսել եմ, որ ասում է Մարգարայից պետք է գան Կորնիձորով դուրս գան, այսինքն այդ ինքը առաջարկում է, հա, դե Փարքաստու գոնե այդ առաջարկում, ոչ թե ասում է մտեք Նախճեվանով ընդեղով դուրս եկեք, այդ ճանապարհը, որը պարունակում է մոտարապես 3.5-ից 4000 մետր ընդհանուր առմամբ բարձունքների փոփոխություն մոտավորապես 150 կիլոմետրի վրա ծրնտու չի աշխատելու չի վրացիներին կարող եմ հանգստացնել որ չի աշխատել այսինքն ինքը եթե աշխատի դա լինելու է քաղաքական որոշում քաղաքական այսենց որոշում որ դա պետք է աշխատի դրա նման է հա բայց դու չես կարող կոմերցիոն հիմնարկին ստիպես որ ինքը քաղաքական որոշում իրականացնի չի անի ուրիշ ճանապարհ կգտնի Թուրքիայի տեսանկյունից որ պատկերացնեք իրանք հայկական լեռնաշխարհ չեն մտնում բեռնափոխադրումների համար որտեղ ասենք բանից Եփրատի ափից դեպի Կարին որ պիտի բարձրանաս երզնկա այդտեղից արդեն ասենք +600 մետր ես անում 1008-ից հետո տենց գնում ես սաղ լեռնաշխարհը բա ինչ եք ուզում անիմաստ գործողություն է շատ լուրջ փոփոխություններ կան Եվրոպայի վերաբերմունքի մեջ դեպի Հայաստան դե արդեն ոնց որ բաց ասվում որ Հայաստանի դերը եւ տեղը եվրոպական մեծ համակարգում քաղաքական ռազմաքաղաքական եւ տնտեսական արդեն ամրապնդված է եւ անկախ ամեն ինչից Հայաստանը լինելու է Եվրոպայի ցանկացած ստեղծված եւ ստեղծող ինստիտուտի անդամ ես չեմ ասում Նիկոլա Տեմպակորցն որովհետև ասենք մենք կարանք լինենք Եվրոպայի ասոցիացված անդամ կարանք լինենք 21-22 թվականին դիմումը տալու պահից, հա, գոնե այդ ճանապարհին։ Ինքը էլի ժամանակ կորցնում, մենք կարանք մեր կյանքի ընթացքում ոչ միայն լինենք Եվրամիության անդամ, այլ նաև եվրոպական անվտանգային այդ նոր ստեղծվող համակարգերի բանակներ ռեֆորմանեինք ըստ այդ ՆԱՏՕ-ի ստանդարտի, մտցնեինք նաև ներգրավեինք, այս ամեն ինչը բաց է եւ կա։ Այս ամեն ինչին ուղղված մարդիկ կան, ովքեր աշխատում են դուրս։ Իրանք հայ չեն։ Իրանք ուղղակի ասենց ասեմ, խաչակրած արշավանքների ժամանակվանից Հայաստանի հանդեպ նուրբ եւ բարի վերաբերմունք ունեն ու հասկանում որ պետք է օգնեն։ Սա մեկ, երկուսը
կա լուրջ պատկերացնում մասին, որ 1918-20-21 թվականներին Անտանտը և ազգերի լիգան Հայաստանը հանձնելով ահաբեկչական ոհմակին, Սելջուկ բոլշևիկյան, ահռելի մեծ ինքը իր գլխին պրոբլեմներ ստեղծեց տարածաշրջանում։ Եվ հիմա իրանք էլ նման ցանկություն չունեն։ Այսինքն ես ինչի համար եմ սա ասում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սա նաև գիտակցելով, թող ձեզ չթվա իրանք չգիտեն, իրանք լավ է գիտեն, սա գիտակցելով, յուր 40 մեգադախլչիների ընտանիքների պահանջով, որոնց մի մասը Ռուսաստանում է, ամեն ինչ անում է, որ հետաձգի, որ սրանք կամ շատ փող աշխատեն, կամ այնպիսի կապեր ստեղծի, որ երբ որ այդ իրականությունը դառնա, այս 40 մեգադախլչիները, որոնց սեղաններին, ասենք, սնիկերս ու չալաղաջ էր, երբ հիմնական մարդկանց տները լույս չկար կամ տալոնված էին ուտում, այդ մեգա և սուպեր դախլչիները նոր աշխարհում իրանց տեղը պահեն։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բարոյական ողնաշարի լրջագույն խնդիրներ ունեցող դախլչիական օլիգարխիկ համակարգի դրածո է։ Բարդ ձևակերպում էր։ Բարդ ձևակերպում էր, բայց իրականություն էր։ Ես ինչ եմ սա ասում, որովհետև այդ նույն օլիգարխատի մի մասը իրանք տենց խաղում են, որովհետև իրանք բարոյական ողնաշարի պրոբլեմ չունեն, իրանք տենց ճիճվի պես են։ Իրանք խաղում են, չեմ ես ասում նույնն են։ Սրանց մի մասը ձև է տալի, որ իրանք տենց յարի ռուսամետ են քոչարանական են բան, մի մասը նայեք ոչ մի տարբերություն չկա, որ տեսնեք, ասենք VTB բանկը Հայաստանում աշխատում է, դուք կհասկանաք, որ որից տենց պրոբլեմ չի էլի պատկերացնել, ինչի մասն է խոսքը։ Շատ հեշտ է պատկերացնել։ Այս ընտանիքների բանը, իրանք պետք է պահեն իրանց տեղը։ Որ ասում են Նիկոլ Փաշինյանը դավաճան, Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, Նիկոլ Փաշինյանը օլիգարխատի դրածո է։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարական, սոցիալական, բան, որ տեսնեք սոցիալական խնդիրները, որոնք ինքը լուծում է, ինչ են, դրանք շինարարության ոլորտի հետ կապ ունեն։ Ինքը մանկապարտեզա սարքում։ Բոլորս գիտենք, չէ՞ որ շինարարության ոլորտը ամենակոռումպացված ոլորտն է։ Որ նայեք Երևանում 20 հարկանի շենքեր են կառուցվում, որի կարիքը չկա Երևանում։ Մենք գերբնակեցված երկիր չենք։ Կարիք չկա Երևանի կենտրոնինքից Արշակունյացի վերևը դեմ դիմաց 20 հարկանոց շենքերի գետոներ կառուցել։ Կարիք չկա ուղղակի։ Այնտեղ կա Glendale Hills-ը, կարա գնաք նայեք։ Սենց բնակեցված է, չէ վարձով են տալի։ Չկա կարիք այդ տիպի շինարարության։ Էլ չասած, որ կառավարությունը որոշում ընդունում է եվրոպական ստանդարտներով կառուցապատում անել, բայց կառուցապատումը ոչ եվրոպական ստանդարտով, դասական Մոսուլի ստանդարտով։ Այսինքն 100 քառակուսի մետր վեր կարա շենք կառուցես, հələ կողքից է մի քիչ ուտում են 105 քառակուսի վրա շենք կառուցում են։ Չնայած կարան 30-ի վրա կառուցեն, մնացած պիտի կանաչ-տարածքն բացառվում է։ Մետրոյով անցնում եմ ամենուր նայում եմ այդ Խալաձելնիկի Երևանի կողմում, նայում ես մի հատ ծառի տեղ չեն թող։ Սաղ 20 հարգանի շենքեր են, ինչի համար, ում համար, ինչի, որտև տնտեսական աճ ապահովում, նորմալ է, շինարարության ոլորտ ցույց են տալի։ Խիստ կասկածում եմ, սրա ապացույցը չունեմ, բայց խնդալով ասում եմ, խիստ կասկածում եմ, որ հնայի հաշվարկում մի հատ կառուցապատողն է մտցնում այդ շենքը, մի հատ է բանկը, որ հիպոթեկով է տալիս, այսինքն մախինացիա է հասարակ, որ դա հանեք բանը, բայց վերադառնանք սոցիալական ոլորտին, ինչ են անում, մանկապարտեզ են սարքում, դպրոց են սարքում, կառուցում են։ Եվ ասում են, որ պատասխանատվություն են դրանով ստանձնում սոցիալական ոլորտի համար, ոչ, դա տենց չի։ Կրթության համար դու պատասխանատվություն ես ստանձնում, երբ որ դասատուներիդ ուղարկում ես Սորբոն վերապատրաստվելու։ Այդ նույն փողով, որով կառուցում ես, որովհետև երեխեն կարա սովորի ցանկացած տեղ, եթե ուսուցիչը լավն է։ Իսկ եթե ուսուցիչը հիմար է, դու կարաս ասենք, ինչ ուզում ես անես։ Ինքը մեկը չի սովորելու։ Հա սիրուն կլինի, բայց մեկը սովորացնողը որ
Բութա ինչ եք ուզում այդ մարդկանց։ Լավ բան էիք ասում։ Բա լավ բանը այնա որ Վերադառնանք այս լավ ամեն ինչ, բանի։ հա, այս նկարագրեցի էլի Խասյաթի համաձայն, որ բարձ լինի էլի։ Կոնկրետ օրինակներ, խափում եմ, որ բայց լավ բան է նա, որ այս ամեն ինչը, այս 40 մեգա դախլչիների համար արվում։ Այսինքն ընդհանուր առմամբ Հայաստանը դրան պատրաստ է, այս 40 հոգին է։ 26-ին ընտրություններ են։ Մի հատ ուսուսի տված զարգեք տալի 40 դախլչիներին ուղարկում եք, ես իրենց 35%-ով, ու վсё պրծավ։ Պրծավ։ Եվրոպացիների եւ Հայաստանի փոխհարաբերությունների մասին սկսեցիք ասել բարձր։ Դա է։ Դուք իրանք պատրաստ են Հայաստանը ընդունել։ Իրանք պատրաստ են Հայաստանի համար անել ամեն ինչ։ Իրանք նույնիսկ պատրաստ են այդ ամենածանր ոլորտները վերցնել եւ մեր փոխարեն տանել մեր հետ միասին։ Մենք պատրաստ չենք։ Դախլչիները չեն ուզում։ Նիկոլենք չեն ուզում։ Որտեղ որ հարցնում ես, հիմա ձերբակալել են Վահան Քերոբյանին, չէ՞։ Վահան Քերոբյանի պատմության մեջ ընդ որում բաց իր հայտարարություններից որ նայում ես, հա, ոնց էր ֆրանսիական միլիարդավոր ներդրումները տապալում, որպեսզի Ռուսաստանից կրիմինալ բաներով խոզաբուծարան կառուցելու համար այդ հողերը տան, որ ֆրանսիացի գան այդ խոզաբուծարանի համար վաճառածելու փող վերցնի, հələ մի հատ է կասկած կար, որ ինքն էլ բանոց Ռուսաստանում, ասենք չգիտեմ, քրեական գործերի տակ գտնվող մարդու բերում իրան փոխնախարար։ Այդ Նիկոլն էր բերել, չէ՞ դրան, բայց ինքն էլ էր օլիգարխատի ներկայացուցիչ։ Հասկանում եք ինչն է բանը։ Նոր թեմա է բացում, բարդ թեմա է։ Չէ, բայց այս ամեն ինչով հանդերձ ձեզ մեկը թթու բառ ասել է Եվրոպայում։ Այսքան Եվրոպայից մարդ է գալի ասում է, որ դուք այն ինչ որ ես եմ ասում Նիկոլին, չէ։ Տեղավորվում են, չէ, ասում են, որտեղ իրանք որոշել են արդեն։ Մա ամբողջ պայքարը գնում է նրա մասին, մենք ասենք 10 տարի շուտ լավ կապրենք, թե ոնց որ Նիկոլենք են ուզում 40 տարի ուշ։ Այդ 40 տարվա մեջ իրանք պետք է դզվեն, իրանք երկրորդ սերունդը պետք է գնա մի հատ Սորբոն գա, որ իրանք ասեն մենք վերնախավենք։